Դուք պետք է հասկանաք, որ այսօր այս վերջի 5 տարիների ընթացքում ազգային ժողովի իշխող խմբակցությունը մենակ ապահովում է ազգային ժողովի ամբողջ աշխատանքը։ Դիմադիր ներկայացուցիչները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, երբ որ իրանք ելույթ են ունենում, իսկ նաև չեն մասնակցում միջազգային միջոցառումներին, միջազգային հարթակներում, եւ մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում եւ ընդամենը 10 րոպե ուշացում ա եղել որոշ падգամավորներ, մենք նաեւ շատ երկու падգամավորներ ենք առնվազն, որոնք նոր բալիկ ունեն, փոքր բալիկ չէ, 3-4 падգամավոր ունենք, որոնք նորածին բալիկներ ունեն եւ բնական է մի անձնի, այսպես ասած, աշխատանքը փորձում ենք ապահովել եւ կարա տենց բաների 10 րոպե շնորհ։ Փաշինյանը ինչ-որ դժգոհում է, ինչ էր ասում։ Այո, ճանանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել։ Հովիկ Աղազարյանը կարծես թե եւ Հակոբ Ասլանյանը դահլիճում են եւ չգրանցվեց։ Դե ասացի, դա իրանց քաղաքական աստղային ժամն էր, որ իրանք ինչ-որ ձևով կարևորվեցին եւ իրենց երկու ձայնը չգրանցվեցին, որպեսզի քվորում չլինեն, իրանց հետագա քաղաքական հաղթանակներ են մաղթում։ Այսինքն ներդիմայի խնդիր չկա, որ Կանե ջան, գուցե միտումնավոր ուշանան։ Չէ, Կանե ջան, ասում եմ 4 մայր ունենք, որոնք երեխա ունեն նորածին։ Տիկին Դավոյանը հիմա ստեղ չի, Սոնա Ղազարյանը փոքր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը փոքր բալիկ ունի, Տիկին Տիգրանյանը բալիկ ունի, եւ ասում եմ մենք բանով է, այտենց աստվածաշնչային բան կա, 5 հոգով մի ամբողջ ազգային ժողով ենք սպասարկում, միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնք որ գործուղման են, պարոն Ռուբինյանը գործուղման է, էլի մարդիկ կան 2-3 հոգի գործուղման են, եւ բնական է, մի հոգի եթե հանկարծ մարդ ես ուշանում է խցանման պատճառով, երեխայի պատճառով կարող է sense բան լինի եւ 10 հոգի շնորհել է խորհրդարանը, ճիշտ հասկացա, էլ չի վերադառնալու։ Վերադառնալու չէ, շնչի վրա, իհարկե վերադառնալու է, գործ կար, հանդիպում կար, վարչապետը ասաց, որ քիչ անց կվերադառնա։ Երեկել նույն պատմությունը կրկնվեց, Անդրանիկ Քոչարյանը դահլիճում չէր, հայտարարվեց, որ իր ելույթներ չնկատեն, Փաշինյանը նորից բարկացավ, նորից հեռացավ։ Լսեք, ազգային ժողովի աշխատանքների մեջ տեխնիկական բազմաթիվ խնդիրներ են լինում։ Պատգամավորները հաճախ տեղերով փոխվում են։ Հաճախ տեղերով փոխվելու ժամանակ պատգամավոր տեսնում որ ենթադրենք ինքը 11-րդն է, մի հոգի իր ելույթը հանում է, մեկ էլ հայտնվում է ինքը 9-րդ տեղում եւ պահիտակ կարող է դուրս գալ, բայց այն ինչ որ միտումը որ դուք ասում եք, որ ինչ որ դեմարշ կամ ինչ որ իհարկե այդպես բան չկա, չի կարելի